Պատերազմը արդեն ես մի անգամ նշել եմ, մեկ անգամ նորից նշել եմ, պատերազմը վաղուց է սկսվել։ Ուղղակի չեն ասում առաջ։ Ինչի համար չեն ասում գնալ առաջ, քանզի որ այսօր հետաքրքիր վիճակով պատերազմը սկսելը հեշտ է։ Պատերազմի հետևանքների համար պատասխան տալը դժվար է։ Եթե դուք կարծում եք, որ Ալիևի համար շատ հեշտ է պատերազմը սկսելը, չնայած սխալվում եք։ Ինչի համար։ Մենք գիտենք, որ Ալիևը Ադրբեջանում ընտրված նախագահ չի։ Մենք գիտենք, որ Ալիևը բավականին մեծ գումարներ է հյուրասիրել իր ժողովրդին, թալանել, մենք դա էլ գիտենք։ Բայց Ալիևը գիտակցում է մի բան, եթե հանկարծ պատերազմ սկսեց եւ չկարողացավ հաղթել, նա կորցնում է իր աթոռը, իր փողերն է կորցնում, իր իշխանություններն է կորցնում, դրա համար նայել է վախվորած, որպեսզի հանկարծ պատերազմի տանուկ չտա եւ ամբողջը, չէ, չկորցնի։ Այդ դրա համար էլ Ալիևի այս ձգձգելը Ալիևը տանում է նրան, ձգձգում է լավ տեղյակ լինելու մեր ներքին քաղաքական սոցիալական իրավիճակին։ Ալիևը մի անգամ մատնանշել է իր կառավարության նիստում, որ Հայաստանում շուտով հայ չի մնա եւ մենք առանց կռվի, առանց մեծ կորուստների կարող ենք լուծել Արցախի խնդիրը։ Այ Ալիևը դա է ձգձգում, բայց քանի որ ժամանակներ ինլեպաստ այսօր Ադրբեջանն է աշխատում, չի բացառում պատերազմի վերսկսումը, քանի որ վաղը կարող է քաղաքական ուրիշ մի վիճակ հասունանա եւ Ադրբեջանը շանս չունենա պատերազմը սկսել։ Իսկ այն որ կլինի կայծակնային տարբերակ, եթե պատերազմված մի առասցե սկսվեց, ասում են, որ լինելու է կայծակնային շատ կարճ ժամանակով եւ միանգամից հարցերը կարգավորվելու են, հավատում եք։ Պատերազմը այդպես կլինի։ Այո, պատերազմը երկար ձգձգվել չի կարողանա, որովհետեւ Ադրբեջանին կամ Հայաստանին թույլ չեն տա երկար ձգձգել պատերազմը, քանի որ դա կարող է պայթունան վտանգ իրավիճակ ստեղծել անմիջապես ամեն դեպքում անհանգիստ Կովկասում, դրա համար ես կարծում եմ պատերազմը շատ արագ կավարտվի։ Եթե մենք կարողանանք դիմակայել 20 օր, 1 ամիս ընդամենը, չէ, մենք կարելի է համարել, որ մենք պատերազմից հաղթանակով դուրս կգանք, քանի որ 15-20 օրից 1 ամսից ավել Ադրբեջանին թույլ չեն տա այս վայրերում մարտական գործողություններ ծավալել, որովհետեւ դա վտանգում է Իրանին, դա Հյուսիսային Կովկասի համար է վտանգավոր, ինչու՞ չէ Թուրքիա, Վրաստանում է վիճակն անհանգիստ։ Հետո դուք չկարծեք, որ չկարող ժայթքի պայթել մի ամբողջ պատերազմ Կովկասի պատճառով։ Այդպեսի բան հանկարծ չմտածեք։ Օրինակը քանզի Ուկրաինա, Ռուսաստան հարաբերությունը մին ժողովուրդը իրար մեջ կիսվել, բաժանվել, իրար հետ կռվում են եւ զոհեր եւ ինչու կավարտվի Ուկրաինա եւ Ռուսաստանի պատմությունը մենք դեռ չգիտենք։ Իսկ Կովկասում մի մոռացեք, որ պատահական ժողովուրդներ են հայտնվել հանձինս Ադրբեջանի, որը 20 թվականին իմիջիալից պետություն չի եղել 20 թվականին արհեստականորեն դերես սարքել են, դա արհեստական սեփ է, արհեստական փուշ է Կովկասի մարմնի մեջ, նա պետք է դուրս հանվի այդ մարմնից, եթե ոչ այսօր մի գեղեցիկ այդ փուշը պետք է հանվի ու շփոթվի դուրս։ Դա արհեստական փուշ է, որը ոչ օրգանական մարմին է, որը մտել է Կովկասի օրգանական մարմնի մեջ։ Անպայման այդ փուշը պետք է հեռացվի։ Մենք պատերազմ չենք ուզում, նորմալ մարդը պատերազմ իհարկե չի ուզի։ Որ նորմալ մարդը պատերազմ կուզի, մահ, կռիվ, պատերազմը հենց ինքը դա արդեն պարտություն է, հասկանում եք, դա անգամ հաղթողի համար է պարտություն։ Զոհեր, վիրավորվածներ, ավերվածություններ, վայրակապական տրամա, դա պատերազմը դա հենց պարտություն է։ Մենք այդպեսի բան ասել իրավունք չունենք, քանզի մենք 15 թվականին չէինք ուզում պատերազմել, չէ՞, 200-250 հազար հայ զինվորներ զորակոչվել էին Թուրքիայի կողմից, 200-250 հազար հայ զինվոր զորակոչվել էին առաջի աշարամարտի ժամանակ եմ ասում, Ռուսաստանի կողմից, մոտ 500 հազար մենք զինվոր ունենք եւ կարող ենք կանգնել զորք ունենք, չեզոք պահել մեզ այդ մեծ մարտերին չմասնակցեին։ Մենք չմասնակցեցինք, արդյունքում միլիոնի կես հայ չմեռա։ Մեռավ չարչուկում, իսկ 99-90 թվականին մենք կռվում մասնակցեցինք, զոհվեցինք 6-7 հազար հոգի, բայց արդյունքում մեր երկիրը փրկեցինք, կոնդորացից, ջարդից, անգամ անցնագրեցինք այն տարածքները, որը ասենք մեր հայերը մեզ է վերապատկվել ժամանակին։ Ով որ չի ուզում պատերազմ, ճիշտ է ան, թող գնա ապրի Հոլանդիայում, այնտեղ պատերազմը չի լինելու, բայց Կովկասում այս ռեգիոնում մենք ուզում ենք ապրել, մենք ամեն վարքյան պետք է պատրաստենք պատերազմի, անկան ամուր պետք է բռնենք մենք ավտոմատիկ պոչը, որ ճրճրա ուրիշ այդ ժամանակ մենք կարող ենք իրավունքներ այստեղ պաշտպանել, քանզի Կովկասում այս իրողության մեջ մենք չենք կարող առանց զենքի մեր անունը պահել, մեր հայրենիքը հողը պահել, մեր անվտանգությունը ապահովել։ Դրա համար ես կարծում եմ, որ պատերազմը դա խելագարների զբաղմունքն է, բայց առանց պատերազմի հնարավոր չի։ Նորից եմ կրկնում, ինչքան մենք չուզենանք զինվոր, չուզենանք պատերազմ, միևնույն է զինվորին ծափահարում է։ Ես առավել հակված եմ ասելու, որ տեղեկատվությունը պարտադիր երևույթ է, քանզի մատնանշում է
բաց տեղերը, որը անմիջապես պետք է ամրապնդվի, փակվի, որպեսզի հասկանում եք, որպեսզի դիվերսիաց կասեք, հովին կասեք, ադրբեջանցին չկարողանա մեր սահմանը անցնել։ Եթե նա արդեն մեր սահմանը անցնում է դիվերսիանտը, ուրեմն մենք մի բան այնպես չենք կարող, հասկանում եք, ուրեմն պետք է ամրացնենք, մենք արտադիր պետք է մատնանշենք։ Իսկ խոճապի մասով մեղավոր են իշխանությունները, որոնք չեն կարողանում ժողովրդի բանական վիճակը բարձր դիրքերի վրա պահել։ Պարզվեց հասկացնել, որ եղբայր այդ դիվերսիանտը մի բան է պետք է մենք փորձենք անել պատասխան տալ, որպեսզի օրինակ եթե հասկանում եք, կյանքից թանկ ոչ մի բան չկա։ Մենք 18 տարի երեխա ենք պահում, ուղարկում ենք բանակ, որպեսզի ողջ եւ առողջ հետ ունենենք։ Այդ երեխային սպանում են, հասկանում եք։ Ես նորից եմ կրկնում, եթե մենք պարտավոր ենք պատասխան տալ, տեղում պատժել, քանզի նորից եմ կրկնում, եթե Ադրբեջանը ցանկանա պատերազմ սկսել, մեր այսպիսի վիճակը կարգավիճակի բռնելու պատերազմի չեմ ուզում, ոչինչ չի կարող օգնել։ Մեզ չի օգնա, միայն պատերազմը սկսելու է, հասկանում եք, ով ասում է մենք մի քանի օր հետո այ կտեսնեք ինչ ենք անելու։ Դե քանի օրից եռապատիկ անգամ պատասխանել են։ Ինչպես եւ անում են։ Դե շատ լավ է, ուրեմն ամեն ինչ կարելի է, որ այսպես պետք է պահվի։ Եթե ուզում ենք մենք այս ռեգիոնում մենք եթե ուզում ենք այս ռեգիոնում ապրել, ես վստահում եմ, մենք պետք է հայ ժողովուրդը պետք է զենքով մանգա, զենքով քնի, զենքով վեր կենա։ Հասկանում եք։ Միջև ասենք այդ փուշը, այդ խոցը, որը Կովկասում առաջացել է, որը կոչվում է Ադրբեջան, այդ խոցը մեր մարմնից դուրս բերվի։ Մի գեղեցիկ օր դա էլ կլինի, քանզի որ նորից եմ ասում, արհեստական պետությունները երկար կյանք չեն։